Ուկրաինայի մայրաքաղաքում ավելի քան 1000 շենք 4-րդ օրն է առանց ջեռուցման է, -13-ի պայմաններում։ Կիևի քաղաքապետը հայտարարել է, որ ուրբաթ ռուսական ռմբակոծության հետևանքով մոտ 50 կարևոր ենթակառուցվածք է վնասվել քաղաքում։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով ավելի քան 500,000 մարդ հոսանք չունի։ Զելենսկին վստահեցնում է, ամեն ինչ անում են, որ ջերմությունը վերադառնա մարդկանց տներ։ Բայց դեռ ապարդյուն, վիճակը ծանր է, հատկապես Կիևի ծայրամասերում։ Ռուս-ուկրաինական գրեթե հնգամյա պատերազմում սա էներգետիկ ենթակառուցվածքների վրա ամենախոշոր հարձակումներից է, ասել է Ուկրաինայի վարչապետը։ Ու հակառակի պես եղանակը կիևցիների կողմից չէ։ Օդերևութաբանները զգուշացնում են, առաջիկա օրերին գիշերները Ուկրաինայի մայրաքաղաքում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -20-ի։ Հռոմի Պապն անհանգստացել է առանց հոսանքի ու ջերմության մնացած կիևցիների համար։ Լևոն 14-րդը աղոթում է, որ շուտ ավարտվի պատերազմը։ Ուկրաինայում ցուրտ եղանակին զուգընթաց էներգետիկ ենթակառուցվածքների վրա նոր լուրջ հարձակումները ծանր հետևանքներ են թողնում քաղաքացիների վրա։ Ես աղոթում եմ նրանց համար, ովքեր տառապում են, եւ կրկին կոչ եմ անում դադարեցնել բռնությունը եւ վերսկսել խաղաղության հասնելու ջանքերը։ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումները ցանկալի արդյունք չեն տալիս։ Չնայած միջազգային մամուլի հուսադրող գլխագրերին, որ առաջընթաց կա բանակցություններում, ռուս-ուկրաինական ճակատից լուրերը թեժ են։ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ այս գիշեր է Կիևը ռուսական անօդաչուների հարձակմանը ենթարկվել, թաղամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանը նոր հարձակողական դրոններ է տեղակայել շփման գծում, ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության, ռեակտիվ շարժիչով Գերան 5 հարվածային անօդաչու թռչող սարքը իրանական շահեդի ռուսական տարբերակն է։ Այն կարող է 90 կիլոգրամ մարտագլխիկ կրել ու մինչև 1000 կիլոմետր հեռահարությամբ թիրախներ ոչնչացնել։ Ռուսաստանը նոր տարածքների գրավման մասին է հայտնում։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Զապորոժիեի շրջանի Բելոգորիե գյուղն անցել է իրենց վերահսկողության տակ։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։